ծրագիր կա գցի մեջ ախպեր, որ են երկու վիդեոն կպցներ հիշում եք, որ երկու կես եղավ վիդեոն։ Գցի որ բանաներ, այդ ապուշը բռնե ձենը բաներ արել։ Okay, լավ, եկեք շարունակենք, տղեկ, ես այս կոդերը ես ձեզ կուղարկեմ, էլի։ Բայց չէ, այդ պատվանները պահում ու բանը չի։ Պատվանները, բայ, պետք։ Դուգլը խնդիրը չի։ Բայց էդի չէ դուգլը չէ բանանում։ Հա, չի հասցնում ինքը պրոստը այդ պահին անջատվելու։ Ինքը գործողություններ կա, որ չի հասցնում անի, էլի։ Դրա համար գնում կորում։ Okay, տղեկ ջան, լավ։ Հիմա, տղեկ, տեսեք, ես չեմ մտցնում ֆունկցիաները շատ ֆունկցիաների մեջ, ամենակարևոր բանը, ամենակարևոր խնդիրը, որ միշտ ձեր մոտ տենում։ Բարոյ ջան, հիմա եսի կարաս անես նորից։ Կարաս փորձես նորից։ Արի սենց կանենք, կոդերը ես ուղարկելու եմ, բայց նա ձերից փորձում ես նորից նույն բանը անես, okay։ Հիմի խնդիրը լրիվ հասկացել ես, չէ։ Հելա ասա, Վալեր ջան, ասա տենամ որ մասը չէ։ Okay։ Ահա, այսինքն ինչ էր անում Վալեր ջան, էսի search էր անում, էսի reload էր անում, այսինքն նորից գնում էր back-ից նույն ինֆորմացիան բերում էր, էս էլ ջնջում էր եղած չեղած։ Տայք, մաքսիմալ, եկեք նորից իշնենք, մաքսիմալ փորձում ենք ֆունկցիաները հերթով ամեն մեկին իր աշխատանքը տան։ Get list-ը պետք է get list անի, ուրիշ ոչի բան։ Ինքը ուղղակի երբ որ բերում է դատան, պետք է կանչի նկարով։ Remove albums ախպեր, ինքը ուղղակի պետք է դատարկեր այդ զանգվածը տղեկ, ու նորից կանչեր նկարով։ Այս նկարով ֆունկցիան նոր մի քիչ բարդացրինք այդ նրա պատճառով, որ կարար պարամետրով գար, ոչ թե գլոբալից օգտվեինք, դե չէ մինչև այդ ամեն ինչ պարզ ու ավելի հասարակ էր գրած, չէ։ Դրով դատա իմաստն է ցուցակը դատարկի, նորից ֆորֆորա զանգվածի վրա, ու սա խփեն չայլնանում։ Refresh-ը իր միակ միտքը get list ֆունկցիա կանչելն է տղեկ ջան։ Get list ֆունկցիան արդեն իր գործը գիտի։ Search-ը ուղղակի նրա համար է, որ վերցնի օրիգինալ ալբոմները ֆիլտրի ու draw albums-ին փոխանցի նոր զանգվածը Վալեր ջան, որտեղ որ արդեն ֆիլտրված բաներն են, չէ՞։ Այսինքն հենց մենք ամեն անգամ որ value-ից էլ մի տար ջնջենք, այս ամբողջ process-ը կատարվում է։ Այդ ամբողջ process-ը կատարվում է։ Հա։ Okay, տղեկ, մի հատ ուրիշ բան է կար, չէ՞, այս շարունակության մեջ։ Ինֆորմացիա բանի մեջ։ Այս սրա մեջ։ Հա։ Change directory կոճակի կողքին ավելացնել նոր կոճակ create new։ Okay։ Այսինքն նոր բան ստեղծելու համար։ Տղեկ, նոր բան ստեղծելու համար ո՞ր պրոտոկոլով պետք է անենք։ Post-ով։ Չէ՞։ Չէ։ Post-ով պետք է անենք։ Վալեր ջան, եթե խոսքը ալբոմների մասն է, ես էլի նույն հասցեով կդիմեմ, ուղղակի այս անգամ ոչ թե get մեթոդով, այլ post մեթոդով։ Լավ։ Այսինքն մի հատ ուրիշ ֆունկցիա սարքենք, մատ կոճակ սարքենք։ Դե այդ կոճակի վրա սարքելու դեպքում այդ ֆունկցիան գա։ Հա։ Նորմալ Գուրգեն ջան, դու բաբատին սարքել ես, տեղ չես թողել մեզի։ Բայց sense կանենք։ Որ գցես մեջը մեկի ֆլեքսա։ Գցի բանի կոպտը։ Բաթանի տագը սարքի, Տղեկ ֆորմը փոխվելու է թե չէ։ Չէ։ Ֆորմը նույն ֆորմն է, չէ մնալու միշտ։ Այսինքն կարիք չկա այս ֆորմը JavaScript-ով սարքի։ Ես կարամ այդ ֆորմը պահեմ, Վալեր ջան, թաքցնեմ, display-ն անտամ։ Հետո բացեմ։ Դե ուրեմն նա բարի մի հատ կլաս։ Արի ուղղակի այս button-ի, այս change directory-ի տակ մի հատ նորից button սարքենք, հա։ Անունը ինչ տնենք, տղեկ ջան, create new։ Հաջա, հա։ Այդին հավասարը create։ Մենք կամ այն շոյն նա։ Okay, տղեկ ջան։ Որ սխմես, մի հատ պատուհան պետք է բացի, կամ էլի form input-ով։ Որ գրես user ID-ն ու title-ը, save սխմես։ Okay։ Համի նայեք տղեկ ջան։ Եկեք լավ սենց եմ անում, list-ի ու բանի արանքը վերևը, ստեղ։ Սարքում եմ նա div։ ID-ն տալիս եմ form։ Երկու հատ input եմ ունենում, հա։ Մեկը type-ը տալիս եմ number, որտեղ ID-ա գրվելու տղեկ, հա։ Placeholder-ը դնում եմ ID։
մի հատ էլ տակն եմ input սարքում, type-ը տալիս եմ string, text, placeholder-ը title, լավ, տայք ճան, ինձ թվում է նեյմն էլ ամեզի պարտադիր, որպես key, ինչ էր տիկ, user ID, չէ, շեր տղեք, սրա նեյմը ինչ էր, title փոքրատառերով, չէ պրոստը, օբյեկտի նույն քերին եմ օգտագործում, վալը չէ, որ այդ պրինցիպով եմ պահում եմ, Կամ կլաս չտա, form db կլաս չանը, որ display-ին ապայ, Եսո կսարքի, վայդիս է, հաջան, որ save-ը սխմես, կլաս կտամ, տղիք չան, ինչ կլաս տամ, ես սենց եմ նայում դրան, որ կլասը մաքսիմում կարամ hidden դնեմ նախորդ, կարամ սենց անեմ, երկու հատ կլաս սարքեմ, մեկը get hidden, վալոչան, որի display-ն անեմ, չէ, մի հատ էլ տիկ չան, կարամ show կլաս սարքեմ, որի display-ը բլոկը, հա, համաձայն եք, Կամ էլ գուրգեն ջան, հերիք ավակ ես ես hidden կլասը ջնջեմ, կհայտնվի, չէ տղեք, այսքան նայ, եմի ես անտերի վրա, create new-ի վրա, այս կամ ուրա, նոմի ֆորմին տված է hidden, display-ն անը, ես ես hidden կլասը վալեր ջան ջնջեմ, ինքը կերև, հա, պատկերացիր, այսքան մի կլասանցի հերիք է, դրա համար բայց եկեք նա թուլ էստեղ, ֆորմին, border տամ, թողում են նա, pixel, բայց են բանը պտի երևա տագի, հաջոր, ծուցակը պտի երևա տագի, հա, չէ, ծուցակին ձեր չեմ տալ, ահա, վալր ճան, ուրեմն ես create new-ի վրա, Այդտեղ նոր ֆունկցիա եմ սարքում բնականաբար function create new չէ տիկ logic Ալը չեմ ինչ պետք է անեմ create new-ի համար ես պետք է նախ գրամ գտնեմ button document get element by id Վերևը գտնել ֆունկցիան վերևը գտնես է տիպը, թե ստեղ, որ մեկը այսի մի անգամ եմ կանչեմ Տոյք ճան, մի հատ այս ֆունկցիան պետք է կանչեմ, չէ տիկ, create-նի logic-ը Ինչ պետք է անի? Դրա մեջ պետք է գտնի տիպը տիպը չի վրայից, հրիմու պետք է անի կլաս Okay, ոնց գտնեմ այդ տիպը Form-ը, հավասար է, document get element by id form There is form get class with get remove installation Հա, չէ, դիք ջան, հենց այդտեղ եմ անում Առանձին է, ջա ասում Արա, բայց առանձին է ջա ասում, ախպեր ճիշտ է Okay, լավ Եկեք առանձին edge-ով չանեմ, որտև ես ուզում եմ այս ինֆորմացիան օգտագործեմ Չէ, ուզում թողեմ ստեղ, տիկ, որ մեջի այդ օբյեկտը օգտագործեմ ես Նայեք ինչ եմ անում, տղեք Չեմ կարնալու հետը հետ եկալեմ Okay, տղեք ճան, hidden կլասը հերիքա ջնջեմ վալոր ճան, ու ես անտերը կհայտնեմ իմ, չէ Գնամ կստուգենք, հոպա, ես ինֆորմս, հա Վարում տղեք ճան, լրասնեմ, save սխմեմ, մենակ որ save-ի լոգիկ անեմ, գրև ոչ Եմը Նատորիշ ֆունկցիա հա է Կարամ սրա տակ ես գրեմ Դրա մեջ գրելու կարիքսը չկա Բայց մեջ ես գրում Create-նի logic-ի, հա Լոգիկայի Function save logic, հա Save-ի լոգիկա
Ուրեմն, save-ի լոգիկան ինչ պետք է անի Վալերջան։ Ուրեմն ասում է constant input-ը չէ, տղեկ, հələ մի վար։ Save logic-ը իրանից ենթադրում է, որ նա տարի այս կոպիանում հիս ասում էլի, հլեկիկ ես է չնջը։ Form, գրում եմ ստեղ form-ը չէ, բայց այս button-ը, տղեկ, այս button-ը, button for save, չէ Վալերջան։ Ինչ էի տղե, form-ի մեջի button-ը, չէ։ Get element by ID չէ, արդեն query selector, տղեկ, ասպեն form-ի մեջի button-ը, չէ տիկ։ Որ save-ի button-ի վրա տղեկ ջան click անեն, չէ, button for save-ի վրա click անեն, այդ ժամանակ, նախ, save-ի ժամանակ Վալերջան պետք է բան անեմ, remove-ի տեղը add անեմ այդ hidden-ը։ Որտեղ եթե save ես անում, ախպեր են, հին form-ը պետք է պահեմ։ Հա? Գրեմ, constant inputs։ Բայց այդ բանի մեջը պետք է input-ները չգտնես։ Գտնում եմ, ես սա գրում եմ։ Հա? Դիք ջան, պետք է գրամ գտնեմ բոլոր input-ները, document, Form-ի մեջի query selector։ Form-ի մեջի Լավ է։ Ոնց որ դժվար։ Form-ի մեջի, չէ, տղեկ։ Բոլոր input-ները Վալերջ։ Մի հատ մեզի Գուրգեն ջան, կարող ես այդտեղ constant data-ն հավասարը դատարկ օբյեկտա պետք, չէ, Վալերջ ջան, որ for from input-ների վրա, չէ։ For from, տղեկ, input-ները հատ վեկալ են, ու data-ին ասեմ, որ input-ի get name-ով k պետք է սարքես, Վալերջ ջան, որի արժեքը input-ի value-ն պետք է տաս։ Հա, եսի շատ են կարել, հիշում ես եսի։ Դատան, չէ։ Եսի չէր տղեկ ջան, user ID 33, ինչ արինք Վալեր ջան, նորից գնացինք, ասինք button ջան, save-ի button, այսքան ետ տղեկ, նորից, create new logic ֆունկցիան երբ որ ես կանչեցի, ինչի համար արեցի։ Նախ, առաջի հերթին ինձ պետք էր, որ այդ create new կնոպկի լոգիկան ըլնի, որ այդ create new-ի վրա սխմեն, այս form-ը սկսի երևալ տղեկ, էդ էր ինձի պետք։ Մեր ֆունկցիայի մեջ է երկու բան։ Երկու հատ button-ի click, երկու հատ button-ի click, առաջի button-ի click-ը նրա համար որ form-ը երևա, տիկ ջան, երկրորդ button-ի click-ը տղեկ ջան, save անելու համար։ Բայց ստեղ for-ը չէ՞, Որպեսի form-ս հետ կորի, ես add եմ արել նորից hidden-ը, ու ինչ եմ արել, գնացել եմ սաղ input-ներս վերցրել եմ, input-ներիս վրա for եմ ֆրացել։ Օբյեկտի k-ը վերցրել եմ որպես input-ի name-ը, չէ՞, իսկ արժեքը որպես input-ի value, որ այդ օբյեկտը ստանամ։ Տղեկ ջան, օբյեկտը ստացել եք, լավ եք արել։ Axios get post, չէ՞ Վալեր ջան արդեն, post մեթոդով։ Ում եմ դիմելու։ Դիմելու եմ տղեկ ջան, այս հասցեով ու այս endpoint-ին։ Ալբոմ ենք, չէ՞ սարքում տիկ ջան, comment չենք սարքում։ Ուրեմն ես պետք է դիմեմ այս սրան, այս հասցեին։ Այ տղեկ ջան, քանի որ post մեթոդա, data-ն որպես օբյեկտ պետք է ուղարկի։ Տղեկ էլ ուր մնաց get den-ը, որ մի հատ salute չկրակենք, ասենք alert-ով հաջողությամբ պահպանվեց ու պետքա den-ը նախ իմանաս երբ salute-ը կրակես։ Հա, երբ salute-ը կրակես։ Երկրորդն է այս response-ը որ console անեմ, տղեկ պարզ կլինի, թե սա ինչ ենք անել։ Տղեկ նոր բան սարքելուց նայ network կամ լավ, ահա network-ին նայեք ուշադիր։ Save անելուց թազը zaпрос գնաց։ Հաջողությամբ պահպանվեց։ Տղեկ հիմա ես ուղարկեցի էսի backend, էսա չէ իմ ուղարկածը։ Նայ Վալեր ջան։ Տղեկ post մեթոդի դեպքում payload-ում տիկ երևում է քո ուղարկածը։ Էսա նայ Վալեր ջան, էս իմ ուղարկածն։ Preview-ում երևում է այնիշ որ պատասխանում է back։ Երբ որ back-ը սարքեց, քեզի հերթական ID տվեց։ Ասեց որ սա 101-րդն է։ Հա? Okay։ Տիկ որպեսի
Էս իմ թազա սարքածը իմ ցուցակում հայտնվի, որտեղ ես հələ չեմ թարմացրել ցուցակը ոչի բան չեմ արել։ Տիկ ջան, ամենակարճ ճանապարհով կամ Վալեր ջան, ես էստեղ։ Պետք է նորից կանչեմ։ Ռեսպոնսը տեսակ չէ, ով էր տղեկ կոնսոլում չտեսակ է։ Էս էր ռեսպոնս ուղարկել։ Նայ, դատան էսի թազա սարքածն է։ Այսինքն բլինատը դրա մեջ կանչես են ամենաառաջի ֆունկցիան։ Ահա, հիմի նայեք տղեկ, երկու հատ ճամփա ունեմ, կամ տղեկ ջան։ Պետք է կանչեմ get list-ը, հա, կամ էսի պետք է կանչեմ, Վալեր ջան։ Update-ը լինի, գնա սա նորից բերի, որ իմ եղածն էլ լինի։ Նկարելու ֆունկցիան պարամետրերը get res Չէ, կամ էլ Գուրգեն ջան։ Պետքա կանչենք ֆունկցիան ճիշտ ես ասում, մենակ այդ տերմին սխալ ասեցի։ Տղեկ, ուրեմն ես ալբոմների մեջ պետք է push անեմ response-ի data։ Response-ի data-ն տիկ մի հատ օբյեկտ է ընդհանրեն։ Մի հատիկ։ Դու քո այդ անհուն ծովի մեջ ուղղակի պետք է ավելացնես Վալեր ջան, այսքան նոր ավելացրած։ Դու ունես զանգվածը, չէ՞։ Տղեկ, չեք զարմանում, to-do list-ը ոնց էիք սարքում։ Ինչ ֆորմով լրացնում եք push էիր անում զանգվածի մեջ։ Լրիվ նույնն եմ անում։ Որ թազա չգնամ, այդ եկա զանգվածը բերեմ, տղեկ, մի հատիկ բան ավելցնում եմ միանգամից մեջ։ Բայց Վալեր ջան, այն որ դու push արեցիր զանգվածի մեջ, պետք է մի հատ էլ կանչես draw list ֆունկցիան, որ draw album ֆունկցիա։ Որ այս ամեն ինչը 0-ից նկարի, չէ՞։ Correct new test այսի թիվ եմ դրել 234 ինչ-որ sense բան save սախնում տղեկ ցուցակի ամենաներքևում էս իմ սարքած հա ֆորմս անհետացավ Վալեր ջան որտեվ ես նորից save-ի ժամանակ իրան hidden class-ի ավելացրի մենք մի քանի անգամ բանալ չէ գրեցինք գրեցինք post-ով ավելացնենք ինքը իր բանը չի փոխում չէ Գուրգեն ջան որտեղ ինքը կեղծ data է տալու Այս ինչին որ մենք դիմում ենք, սա ձևական է, տեստային է։ Հա, ասում եմ, ինքը միշտ նույն բանն է վերադասնենք, մյուս կանչելուն այդ մեր ավելացրածը չի։ Չէ։ Եթե տենց էր, տղեկ ջան, 100% իմացեք, այս push անելու տեղը, ես կանչելու եի պրոստը նորից այդ ֆունկցիան, get list-ը, Վալեր ջան։ Որ համ իմ թազա ավելցրածները համ ուրիշներինը բերեր։ Տեղ չէ։ Ինչը։ Ամենավելցներից մենք փորձում ավելցնում ենք։ Հա, դե ինքը միշտ ֆիքսված քանակության է տալու, էլ միշտ ֆիքսված է։ Տղեկ, հիմա նորից։ Արդյոք հասկացել ենք ով է HTTP request-ը։ HTTP request-ները։ Այդ զանգերը, okay։ Զանգերը։ Access-ի միջոցով ուղղակի մենք։ Տղեկ, ինչի օգտագործեցինք Access-ը, որտեղ այդ JSON parse, JSON string-ի ֆայլ տղեկ, այդ ամբողջ աշխատանքը վերցնում է իրար վրա Վալեր, որ անիմաստ մենք էլ այդ ամեն ինչի մեջ չմենք։ Տիկ ջան, երկրորդ լավ էր, որ Access-ի չէ, էլի։ Մենք արդեն գիտենք, որ կա պրոտոկոլ, post, put, get, delete։ Ու հասկացանք ինչի համար, որ backend ծրագրավորողների հետ սինխրոն աշխատենք տղեկ։ Մենք գիտենք, որ get-ը օբյեկտ չի սպասում։ Օբյեկտ սպասում են տղեկ ջան, մենակ post-ը, put-ը ու patch-ը։ Get-ն ու delete-ը չեն սպասում։ Delete-ը ասում է ուղղակի ինձ տուր ID-ն, օրինակ album/1։ Ինքը գնում է 1 համարով ալբոմը ջնջում է։ Հա։ Որ ինքը այդ 1-ը մի հատին ավելանում, որտեղ օրինակ 4-4-րդը։ Ինքը օրինակ մի էդի հատը չի։ Հասկացա։ Առաջինը ջնջել է, մեկ համարով ID-ը ջնջել է։ Ահա։ Ինքը երկուսից է կոմբինացիա սկսում։ Որ գրես 4, ինքը ջնջի 5-ը։ Չէ, 4-րդ ID։ Հա, նայ, Գուրգեն ջան, եթե ես իմ պասպորտս բան եմ անում, պասպորտի սերիան գիտեք ինչ։ Պասպորտի սերիան, երբ որ իմ պասպորտը պրծնում է, նես չի սաղի պասպորտները վերաթողարկվում են։ Չէ՞ մի օր պասպորտի պատճառով։ ID-ն երբեք չի փոխվում։ Չէ, հասկացա, նայ։ Հիմի ինչ-որ մեկը դա հերթական համար չի։ Ինչ-որ մեկը ջնջել է, առաջին համարով այդ մարդուն։ Okay։ Չկա, որ ջնջում էր չկա։ Այդ զանգվածը սկսում է ID-ն երկուսի։ Okay։ Թե ավտոմատ ինքը մի համար դարձանում է։ Ոչ մի բան չի փոխվելու ID-ը։ Delete-ը +4 տա։ 2 3 4
5 Ցելես 4-ը գիտես ինչն է։ 4 ID-ով։ 4 ID-ով, հա։ 4 ID-ով։ Հա, Ինքը կգնա կգտնի, որի ID-ն է 4։ 4-ով։ Ինքը հարթական թիվ չի դա։ Հերթական ID-ն է, պասպորտի սերիան։ Հա, կոնկրետ սերիայի մարդու ես ջնջում, որ ասես 4-րդը։ Okay։ Ես էլ որովհետեւ մեկ կամ մի հատ կջնջի, առաջի ID-ով կջնջի, ասում եմ, առաջի ID-ով ջնջվել է։ Չէ, Չէ, 5-րդը կջնջի, պրինցիպ։ Դա բան չկա։ Բայց ինձ պայման կա, Էդի բեքենդ ծրագրավորողին պետք է համոզես զանգվածով ID-ներ սպասի։ Իսկ մենք այս պայմանի կարանք չջան։ Հաջա։ Այս պայմանը։ Այսինքն Օրինակ, եթե մենք թիվ սպասում ենք ինչ-որ տեղից, եկավ այդ թիվը, եթե հավասար է 5-ի օրինակ, այս delete function access անենք, պարամետրը տան այդ մեր սպասող թիվը։ Իհարկե, ձեր տակ։ Հա? Քո ձեր։ Քո ձեր։ Այսինքն, տվեք։ Ուրեմն եկեք ես ձեզ sense բան ասեմ։ Սիտուացիան հետևյալն է, որ այս այն ինչ որ արել եք իմ դուրը չեկա։ Կուրսանի մասին չենք մոռացել, չէ՞։ Հա։ Սա հիշում բացում է։ Բայց Անասել չի ես։ Արի ես JS-ի գրեմ, դու մեր դեպքում գրել ես։ Չէ, տղեկ, չէ։ Ես ոնց եմ զգում։ Այդ է մեր գործը, Գուրգեն ջան, զզվենք չզզվենք։ Ապորոստը անես այն առաջի չես եմ Այստեղ Դա մնաց բայց այդ երկրորդը գիտեմ առաջի չէ կողմի շկացը մեզ որ վեճը չփոխի կողմի չէ ինքնները Տակ լավ եկեք սենց անեմ Թազա տնային չեմ տալի որպեսի գնանք նախ եսիք ուղարկեմ որ նա զուրոյից վերանայեք հա նա դուք էլ նայեք եսիք ինչ հա վալուր փորձի զրոյից անես ես ամեն ինչ հա թեկուս կոդեր ուղարկեմ մեկը դու փորձի նա զրոյից անես ինքն հաշվի չեմ ուղարկի ու տակ ոնց որ զարկը տվեք բանի վրա կուրսայինի վրա հա կուրսայինը բրծնենք Որտեղ տայք մեզի մնացել է 4-ը 10 որպեսի վերջացնենք JavaScript-ը 4-ը 10-ն է կապ չունի ես սրանց հետո Angular այս 4 բանից հետո էսի պրծնենք 4-ը Вообще, Հետաքրքիր է նա Չա վիզուալը